Բարի գալուստ Glendale Newsroom, այս կարճ ֆորմատով մենք կփորձենք ձեզ պատմել օրվա կարևորագույն իրադարձությունները։ Մինչև սկսելը գրեք կոմենտներում որտեղից եք հետևում մեզ եւ մի մոռացեք բաժանորդագրվել, որպեսզի հենց առաջինը ծանոթանաք ամենաթարմ լրատվությանը։ Թրամփի նոր նախաձեռնությունը կփոխի ավտոշուկան, ԱՄՆ-ում արտասահմանից ներկրված մեքենաների համար մաքսատուրք է սահմանվել։ ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելեց Թրամփի վարչակազմին վտարել վենեսուելացի միգրանտներին։ Զինված ավազակները տուն են ներխուժել գողանալով ավելի քան $1 միլիոն գույք։ Ապրիլի 1-ից կտուգան են քաղաքացիների, եթե սննդի մնացորդները սխալ տեսակավոր են։ Տուգանքները սկսվում են $25-ից։ Թրամփը պատրաստ է թույլատնել մաքսատուրքերը TikTok-ի վաճառքը արագացնելու համար։ Այս եւ մյուս կարևոր թեմաների մասին էլ ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 3-ից սկսելու է գանձել 25% մաքսատուրք արտասահմանից ներկրվող ավտոմեքենաների եւ պահեստամասերի համար։ Թրամփը նշել է, որ եթե մեքենան արտադրվում է ԱՄՆ-ում, մաքսատուրք չի լինի։ Նախագահը ցանկանում է, որ ավտոարդյունաբերությունը վերադառնա ԱՄՆ, նոր գործարաններ բացվեն։ Նա քննադատել է այն ընկերություններին, որոնք արտադրությունը տեղափոխել են Կանադա ու Մեքսիկա։ Տնտեսագետներն ու ավտոարդյունաբերության ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ նոր մաքսատուրքերը մեքենաների գները կբարձրացնեն, ընկերությունների հնարավորությունները կսահմանափակեն, իսկ աշխատատեղերի թիվը կարող է նվազել։ 2023-ին ԱՄՆ-ում վաճառված մեքենաների կեսը ներկրված է եղել։ Եթե 25% մաքսատուրքը ուժի մեջ մտնի, որոշ մոդելների գինը կարող է բարձրանալ մինչև $12,000։ Այս քայլը ըստ մասնագետների վնասում է ԱՄՆ տնտեսությունն ու շուկան։ Վերջին տվյալներով ԱՄՆ-ում արտադրությունն ու բիզնես պատվերները նվազել են։ ԱՄՆ վերաքննիչ դատարանը թույլ չտվեց Թրամփի վարչակազմին վտարել վենեսուելացի միգրանտներին օտար թշնամիների մասին հին օրենքի հիման վրա։ Դատարանը որոշել է, մինչև հայցը վերջնական լուծում ստանա, արտաքսումները պետք է դադարեցվեն։ Դատավորը արգելել էր արտահանձնման գործընթացը, նշելով, որ միգրանտներին պետք է հնարավորություն տրվի պաշտպանվելու։ Թրամփի վարչակազմը նշել է, թե վենեսուելացի ներգաղթյալները հանցախմբի անդամներ են եւ անօրինական են ներխուժել ու դրա համար փորձել էր օգտագործել պատերազմի ժամանակ գործող օրենքը, բայց դատարանը ասել է, որ ԱՄՆ-ն պատերազմում չէ եւ չի կարելի մարդկանց վտարել առանց դատարանի որոշման։ Այս գործը դարձել է լարվածության աղբյուր Սպիտակ տան եւ դատարանի միջև։ Նյու Յորքի Քուինս թաղամասում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ 5 հոգանոց հանցագործների խումբը ներխուժել է տուն, երբ դայակը դուրս էր եկել աղբը թափելու։ Տան անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ պահը։ Նրանք գետնին են գցել 53-ամյա դայակին, կապել նրան ու տանտիրուհուն 36-ամյա կնոջը։ Այդ պահին տանը եղել է նաև նրա 3 երեխաները։ Նրանք սկզբում ինձ փակեցին պահարանում, հետո լսեցի, թե ոնց էր աղջիկս գոռում։ Ես սկսեցի հարվածել դռանը, բացեցի դուռը ու թույլ տվեցին, որ մնամ երեխաներիս կողքին։ Այս մասին պատմել է կինը լրագրողների հետ զրույցում։ Ավազակները գրեթե 1 ժամ մնացել են տանը, հավաքելով ամեն ինչ կարող էին վերցնել։ Ոստիկանությունը նշում է, որ գողացված իրերի արժեքը անցնում է $1 միլիոն։ Փախուստի ժամանակ էլ նրանց է սպասել 6-րդ ընկերը սպիտակ Toyota RAV4 մեքենայով։ Երբ ավազակները հեռացել են, կինը եւ դայակը կարողացել են միմյանց ազատել ու ահազանգել ոստիկանություն։ Նյու Յորքում աղբի ճիշտ տեսակավորման նոր փուլ է սկսվում։ Ապրիլի 1-ից քաղաքային իշխանությունները կտուգանեն այն բնակիչներին, ովքեր չեն առանձնացնում սննդի մնացորդները։ Քաղաքի սանիտարական վարչությունը պարզեցրել է կանոնները բնակիչների համար։ Անհրաժեշտ է սննդի մնացորդները, թափված թղթե ափսեները, թեյի փաթեթները եւ նման նյութեր առանձնացնել ու դուրս հանել հատուկ տարաներում։ Տեսակավորման ենթակա են մրգեր, բանջարեղեն, միս, ոսկորներ, կաթնամթերք, պատրաստի ուտեստներ, թղթե անձեռոցիկներ ու սրբիչներ, թեյի ու
սուրճի ֆիլտրեր, թղթե ափսեներ, պիցցայի տուփեր։ Այս ամենը պետք է դրվի փակ կափարիչով տարայի մեջ։ Եթե բնակիչները չկատարեն այս կանոնները, կտուգանվեն։ Մինչև ուրբաթ բնակարան ունեցող շենքերում տուգանքները հաջորդաբար կբարձրանան 25, 50, հետո $100։ Իսկ ավելի մեծ շենքերում 100, 200 եւ $300։ Աղբահանության ծառայության աշխատակիցները կարող են ստուգել աղբի տոպրակները, համոզվելու համար, որ սննդի թափոնները ճիշտ են առանձնացված։ Դոնալդ Թրամփը ասել է, որ պատրաստվում է մի փոքր թուլացնել Չինաստանի վրա դրված մաքսատուրքերը, եթե դա օգնի ավարտին հասցնել TikTok-ի վաճառքը։ TikTok-ը կարճ տեսանյութերի համար նախատեսված հավելված է, որն ԱՄՆ-ում շատ տարածված է։ Այն պատկանում է չինական ընկերությանը եւ հենց դա է մտահոգության պատճառ դարձել ԱՄՆ իշխանությունների համար։ Նրանք ասում են, որ հավելվածը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը, քանի որ Չինաստանի կառավարությունը տեսականորեն կարող է օգտվել օգտատերերի տվյալներից։ Ահա թե ինչու դեռ 2024 թվականին օրենք ընդունվեց, ըստ որի TikTok-ը պետք է վաճառվի, հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ում։ Թրամփը նշել է, որ պատրաստ է երկարաձգել ապրիլի 5-ի վերջնաժամկետը, որպեսզի հնարավոր լինի պայմանավորվել գնորդի հետ։ Նախագահը ասել է. հնարավոր է մի փոքր մաքսատուրքերի նվազեցում առաջարկեմ, որպեսզի Չինաստանը համաձայնվի գործարքին։ TikTok-ն այսօր ԱՄՆ-ում ունի մոտ 170 միլիոն օգտատեր, բայց գործարքի հիմնական խոչընդոտը հենց Չինաստանի համաձայնությունն է։ Պեկինը կոչ է անում վերադառնալ բանակցություններին։ Սրանք էին այսօրվա կարևորագույն թեմաները, որոնք առանձնացրել էինք։ Եթե հետաքրքիր է, սեղմեք subscribe կոճակը, կհանդիպենք հիմնական թողարկմանը։